Երևանի ամենահամարձակ եւ ամենախարիզմատիկ գիշերային շոուն արդեն այստեղ է։ Իսկ դա նշանակում է, որ Ներսարի շոուն աշխատում է իր ողջ կազմով։ Այսօր հյուրերն են շատ։ Աստվածին ինչքան անուն պիտի կարդամ։ Լիլիթ Թոխատյան, Սեդա Սարգսյան, Օնո Մանուկյան եւ Հայկ Հովանիսյան։ Նրանք գալիս են պատմելու օպերացիա Հովաշեն նոր սիթքոմի մասին։ Մյուս հյուրերի մասին ավելի ուշ։ Եվ հիմա դիմավորեք մի մարդու, որի սարկազմը կարող է բոլորին կարմրեցնել, բայց նա նախընտրում է լինել նրբանկատ։ Ահա նա, անզուգական Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո եւ բարի գալուստ Ներսարի, ինձ հետ ինչպես միշտ ներսում են Ruslan and Friends բենդի ֆանտաստիկ երաժիշտները, տղեկ լավ եք։ Շատ լավ գնալիս։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք։ Հիմա ժամանակն է գնալու դեպի Վիենդենբար։ Գնացինք։ Այսպես բարի տրամադրությամբ չենք զայրանում։ Հայելիների կորստից։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել, գիտեք ինչն է ավելի թանկ ու արժեքավոր, քան օրինակ մեքենայի կորած հայելիները փոխելը։ Մի բաժակ Վիենդեմ կոնյակը լավ ընկերակցությամբ։ Այս կոնյակը 10 տարվա պատմություն ունի։ Ամեն կողմի մեջ կա շշմեցնող բույր ու հիշողություն։ Սա կոնյակ չէ, սա հիշողությունների արխիվ է, լցված հայկական արևով ու համբույրով։ Եվ այսօր իմ հյուրերի հետ ես պատրաստվում եմ բարձրացնել բաժակ ոչ թե գողությունների, այլ ստեղծագործությունների համար։ Հիմա շատ կարճ դադար, որից հետո ես կվերադառնամ արդեն հյուրերից դիմավորելու։ I see your lips, the summer kisses, the falling leaves I used to hold. Since you went away, the days go long, and so now here a winter song. But I miss you most of all, my darling. The falling leaves I used to hold. Mite me zgachni keda, Bukan runga me skana, Penske me gaherana, Morokini paskana, Ungerina hisa, Unesita mizasa, Mite me zgachni keda, Bukan runga me skana, Penske me gaherana, Morokini paskana, Ungerina hisa, Unesita mizasa. Շնորհակալություն տղեկ, մենք վերադարձանք, շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն եւ հիմա ժամանակն է, որպեսզի մեր հյուրերը գան ներս եւ ներսում հիանալի տրամադրություն է, վստահ եմ, որ դուք դա տեսնում եք եւ այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց երեկոն լավ զգացողություններով ավարտեն, պիտի մի սիթքոմ դիտեն, կարծում եմ։ Ես շատ լավ ու լավ գիտեմ, որ Armenia TV-ին սիթքոմի արտադրության հայկական առաջատարն է։ Խնդրում եմ ներս գալ Լիլիթ Թոխատյան, Սեդա Սարգսյան, Օնո Մանուկյան եւ Հայկ Հովանիսյան։ Ներս եկեք։ Canana levaso, Barteri buie istăvire, Ușul te robatin zairo, Sărtițura hagețuțire. Canana levaso, Barteri buie istăvire, Ușul te robatin zairo, Sărtițura hagețuțire. Բարի երեկո, բարի գալուստներս, ես ձեզ համար լցրել եմ Վիենդեմի 10 տարեկան կոնյակը, կարծում եմ դրանով պիտի սկսենք այս երեկոն, չէ։ Իհարկե։ Դե, բարի գալուստներս։
Բայց ինձ համար ոնց որ Հեսա, չէ։ հեսա։ Քիչ եմ լցի, մի րոպե։ Հա, ես ուղղակի Լիլիթին Լիլիթին ասում էլ էի, կարող որ է։ Լիլիթը 19 տարեկան է արդեն։ հա, Այո։ կներես։ Այսինքն իրար ալկոհոլ Արդեն կարելի։ կարելի է։ Լիլիթին 1 շիշ, եթե կարելի է։ Դետա ջան ողջ։ Մի րոպե։ Իմացել։ 19 Լիլիթը տարեկան։ 18 Հիմա ես իմ տարի դախլը դիմացել է, կբացեմ։ որ գա յուր։ Որ խմի։ Լիլ։ Շնորհավոր 19-ամյակդ։ Շնորհակալ եմ։ Իմիջիալոց ծնունդս էր մի քանի օր առաջ։ Դե ուրեմն լրիվ շնորհավոր ու բարի գալուս ներս, ուրախ եմ ձեզ տեսնել ներսում։ Ողջույն։ Մեզ լավ բաներ եք պատմելու այսօր վստահ եմ։ Հա, լիլ։ Լավ չէ։ Շատ լավ էր։ Նորմալ է Լիլ։ Առաջին անգամ էր կոնյակ։ Հա, հա։ Okay, անդրադառնանք օպերացիա Հովաշեն սիթքոմին։ Ինչից սկսենք։ Եկեք ամենասկզբից սկսենք։ Պատմեք ոնց դուք հայտնվեցիք այդտեղ։ Ես առաջարկում եմ, որ միանգամից բացումը անի Սեդան։ Հա, Այո։ Սեդա ջան, խնդրեմ։ Սեդա։ Սա որ շատ էր լարվում, Սեդա ջան։ Բացումն է դու արա։ Առաջարկ ստացա։ Գնացի։ Ես դա այդ Եվ- ուղակի հասել էի նոր ծանոթանալ նախքան զրույցը։ Ու ինձ թվում էր որ սենց հեսա դուք ասում եք թող Սեդան սկսի թող Սեդան։ Ну знаете, я думаю, что տենց սկսելու տեքստը որտեղ հələ գաղափար չունեմ Սեդան։ Ինձ թվում է թող երեխեքը սկսեն Իդեպ դու չէիր սխալվում։ կմիանամ։ Տենց է լինելու է շարունակ։ Տենց է լինելու է։ Շատ լավ։ Խոսենք հիմնական գաղափարի մասին, օպերացիա Հովաշենը որպես նոր սիթքոմ։ Ինչի մասին է պատմությունը։ Եկեք ես մի քանի բառ ձեր թույլտվությամբ ասեմ։ Առաջին հերթին պատմությունը հարուստ ընտանիքի մասին է։ Ընտանիքի հայրը որոշում է, որ պետքա ինչ-որ ուրիշ ձև դաստիարակի իր երեխաներին ու նաև կնոջը։ Ու կազմակերպում է մի հիանալի բան, իբրև աղքատեցնում է նրանց, ու նրանք բարձում է, որ պետք է ապրեն Հովաշենում։ Շատ ճիշտ ես։ Այո։ Բայց մեր սիթքոմը այնքան թեթև, այնքան բարի, իդեպ դու նայում ես։ Այնքան հով, Ես դեռ չեմ հասցրել, հա, բայց անպայման դի սխալս ուղղեմ։ Հա, անպայման ուղի։ շատ լավ։ Լիլիթը Շատ լավ։ Շատ լավ սիթքոմ է, անտի-սիթքոմ է։ Ինքը ոչ միայն Օբյես, հետաքրքիր գիտես, վստահ եմ քեզ, զվարճալի սիտկոմ, այլ նաև շատ բաներ են սովորում մեր Այո, սիտկոմից, այո, չէ՞։ Ու այո, սոցիալական այո։ բնույթ էլ Լիլ դե է։ պատմի նախ Դեռ մի մենք նոր չափազանց։ իմացանք որ դու արդեն 19 տարեկան ես ու այս ընթացքում հասցրել ես դառնալ սիրված դերասանուհի, այս տիտղոսը քեզ արդեն հանձնել են, հա։ Ինչը քեզ գրավեց այս նախագծում։ Նախ առաջարկը ստացա շատ պատահական մի երեկո։ Ուղղակի զանգեցին, ասեցին՝ «Դե արի, արդեն ժամանակը եկել է», ես էլ խելոք եկա։ Շատ ուրախացա, երբ իմացա ում հետ եմ աշխատելու, եւ դերասանական կազմը, եւ ամբողջ թիմը։ Եկա ողջավորված ու ողջավորությունս չկոտրեցին, պահեցին մինչև վերջ, օգնեցին, աշխատեցինք, շատ լավ անցավ ու կարծում եմ շատ լավ նախագիծ ենք ստացել։ Ինչ բարի աղջիկ է, չէ՞։ Հալուշ։ On, այս քո կերպարը այստեղի գիտեմ որ բավականին տարբերվում է նախորդ դերերից։ Այո, այո։ Ինչն էր ամենաբարդը այստեղ։ Կոնտրաստի Բարդը իմաստով։ հենց նրանում էր, որ տարբերվում էր, հենց դրանով արդեն բարդ էր, բայց շատ հետաքրքիր կերպար է, որը սիթքոմի ընթացքում փոխվում դառնում է ուրիշ կերպար, այսինքն հանդիսատեսը տեսնելու է ուրիշ կերպար, որը զարգանում է ու դառնում է լրիվ ուրիշ բան։ Հիմա այդպես սպոյլ չանեմ, թե ինչա դառնում, բայց շատ հետաքրքիր սիթքոմ է դառել ինքը կերպարներով, թե գույներով, ամեն ինչով շատ հետաքրքիր է։ Իմիջիալոց մեր ռեժիսորին կարող ենք նաև ողջույններ Գևորգին գույները յենաքյան։ մեզ բարգեւելու համար։ Այո, Գևորգ ջան, ողջույն, շնորհակալություն։ Ես նաև ասեմ, որ պատիվ եմ ունեցել մասնակցել նաև սցենարային աշխատանքներին։ Ահա։ Օ, իրոք։ Այո, այո, այո։ Ալտերասոն, Փաստ։ Որ ասում եք, ես ինչա ես, ինչա գրած որ ձեն չէի անում։ Իրականում քեզ էր ուղղված։ ես եմ եղել։ Հասկացա ես։ Հիմա հասկացա։ Այսօր շատ հետաքրքիր է, երկուսով ենք արել, ես եւ Սարգիսը Կալպակյան։ Շատ հետաքրքիր, այսպես սիթքոմ է դառել, բավականին հումորային, ինչ կասեք։ Այո։ Այո, Մենք այո։ շատ գոհ ենք սցենարական Չէ, իրականում շատ թեթև բարի սիթքոմ է։ Այո։ Հրաշալի։ Ափսոս որ դու դեռ չես նայել, բայց Ես կմիանամ։ Եվ ասեմ բոլոր այն հեռուստադիտողների համար, ովքեր ասեն Կոմենտներ կգրեմ ձեզ։ Բոլոր այն հեռուստադիտողների համար նաև ասեմ, ովքեր որ ասում են, հա դեսի վեկալած է։ Իրականում ինքը ադապտացիա է ֆիլմից։ Ահա, ահա։ Այդ նախապես սա էլի ասենք Հա, այդպես հա, ադապտացիա է, ինքը Ժորժ ջան, դա վեկալած չի, դա ադապտացիա է կոչվում։
որը հետո վերածվում է sitcom-ի, այսինքն ժամ ու կեսանոց ֆիլմը դառնում է 16 մասանի sitcom։ Մի օր էլ խոսենք sample-ի մասին, երաժշտական հյուրերից հետ։ Այո։ Հայկ, եթե չեմ սխալվում, քեզ մարդիկ ավելի շատ նախքան այս նախագիծ տեսել են դրամատիկ կամ կրիմինալ կերպարներում, այդ դու ոնց ես քեզ զգում հիմա sitcom-ում ու հումորային ժանրում։ Զենքերը վայր դրեցիր։ Հրաշալի, եթե անկեղծ ասեմ, որովհետև փոփոխությունը շատ մեծ էր կերպարի հետ կապված ու միջև մենք այն վարակույրից այս կողմ գալը նոր քննարկում էինք, որ ինչքան հավես է, որ այդ փոփոխությունները դերասանը ապրում է, այսինքն թարմություն մի միշտ պետք է կերպարով լինի, չի ապրում ինքը, իսկ սա շատ Իսկ ոնց ես քեզ զգում դու sitcom որպես դերասան կամ օրինակ ես կոմեդիայում ինձ միշտ շատ դիսկոմֆորտ եմ զգում որովհետև ինձ թվում է ես ինչ անում եմ լավ չեմ անում այդ չի լինում այդ դժվար է իմ համար շատ ոնց ես քեզ զգում այս տարիների ընթացքում այդքան դրամատիկ ու կրիմինալ դերերից հետո մտավախություն կար իրականում եթե անկեղծանանք մտավախություն կար ու ես կիսվել եմ մտավախություններով թե ընկերներիս հետ ընկեր սցենարիստների հետ որ հնարավոր է որ չընկալվի հեռուստադիտողի կողմից այդ ամեն ինչը կամ հենց իմ կողմից ես չընկալեմ այդ ամեն ինչը բայց արի ու տես արձագանքից ելնելով այո որ ամեն ինչ նորմալ է դեռ Ես չգիտեմ Հայկը իրան կոմֆորտ է զգում թե չէ, բայց ինքը մեզ շատ է օգնել, որ մենք մեզ կոմֆորտ զգանք։ Ձեր կոմֆորտի համար Հա, ինքը ամեն ինչ արել է, որ ապահովի մեր ուրեմն կոմֆորտը։ Հայկն էլ է կոմֆորտ խոսում ենք այն պեչենիների մասին որ ես բերում էի թե աշխատանքային Ջրերը, պեչենիները, չէ, աշխատանքային իհարկե։ Պեչենի ջուր Պեչենի ջուր Բազմոցները բերում սիրում պարկում էին։ Սեդա մարդիկ վաղուց էկրանին քեզ չէին տեսել ու այս տարիների ինտերվալից հետո դու ինչ զգացողություններ ունեիր էլի վերադառնալով էկրան Շատ կարոտած, շատ կարոտած է եւ շատ դրական, ավելի դրական է, քան ես սպասում էի, շատ հետաքրքիր էր եւ քանի որ հիմնականում Հայկի հետ եմ նկարահանվել եւ ինքը ինձ էլի շատ է օգնել, ինքը շատ լավ խաղընկեր է, ապրես շոյված եմ լավ խոսքերի եւ ընդհանուր խմբից եմ շատ շնորհակալ, որովհետեւ երբ որ դաթարը այդքան շատ է, ոնց որ դու մի տեսակ արդեն 13-14 տարի է ես չեմ աշխատել, ասենց բարդ էր շատ, բայց թեթև գնաց շատ Իսկ կատակերգական ժանրում կոմեդիայում դու քեզ ոնց էիր զգում առաջի անգամ էր իմ մոտ, բայց տենց կոմեդիա իմ դերը, որ ասեմ սենց կոմեդինն է, չէ, չի ասի, բայց Իսկ ինչ դեր է սա դա Գիտես ինչ դեր է, այդ աղջիկը իրականում շատ կարևոր բան է անում այս Զավենի կերպարի հետ, որովհետև ինքը իր մեջ լիքը բան է փոխում, այսինքն որ ինքը պարզ բաներ, որ եթե ինքը մի վարքյան Միտքս կտրվում է Ինչպես կասես Սեդան նկարահանումների ընթացքում մի վարքյան ստոպ Մի վարքյան ստոպ, այո Իրականում ես կարող եմ մի փոքրիկ բաներ ասել, փոքրիկ Սեդան այնքան պարզ, այնքան անկեղծ աղջիկ է, որ էլի նկարահանումների ընթացքում ոնց բոլորս հնարավոր է չէ լինի ստոպեր կամ ինչ-որ սցենարը թռնի, չգիտեմ, բայց Սեդան իր աուրայով այն կերպարն է, որ չես կարող բան լինես, լավ, դե ինչի սենց եղավ, ինչի ստոպ, ինքը այնքան սենց անմիջական պարզ, բարի որ չես էլ ներմայանում Այնքան լավ տենց չեմ խառնում Իսկ որ երրորդ ստոպից Դեն կա էլի առաջի 2, 3, 4 Ես ասեմ առաջին իմ ու Սեդայի համատեղ առաջին տեսանը մենք նկարահանեցինք ամսի 13-ին Վերջացրեցին 16-ին Առաջին տեսանը ավարտվեց 16-ին Իրականում կատակում ենք վերջացել ենք 16-ին Չէ ամեն ինչ լավ էր, թեթև էր, բարի էր Հրաշալի Գանք անվանը, Հովաշեն պատմություն ունի կոնկրետ այս անվան ընտրությունը Չէ, ինքը հորինված է Հովա տեղ ու շեն Այո, սիտկոմի մեջ էլ է խաղարկում հենց դա Հովա եւ շեն Բայց ես գիտեի որ ուրիշ անուններ, չէ, կարծեմ Շատ անուններ են եղել Շատ անուններ են եղել, տենց անուններից ընտրել ենք ամենահամապատասխան Թեկնած ու Շատ լավ ինֆորմացիա տալի պրոստը Օնոն չի լսում, ասում ես չգիտեի որ Հովաշեն է Չէ որ անուն է Ամենասկզբից Արմենիա TV-ով է հեռարձակում Ամենասկզբից եղել է անունը չենք հիշում Էկոնում ռեժիմ
Էկոնոմ ռեժիմ, այո, էկոնոմ ռեժիմ է եղել։ Միտքը էր, որ հարուստ ընտանիքը փոխվում է էկոնոմ ռեժիմի, այսինքն պետքա ապրի արդեն։ Ես TikTok-ով տեսել եմ այդպես վիդեոներ, օրինակ կան ընտանիքներ, ովքեր իսկապես ապրում են այդ կյանքով, չգիտեմ, տեսել եք թե չէ, որ օրինակ ջուրը չեն քաշում 7-ից հետո պետք է դες բանը չեք կարում, չէ՞, եթե էկոնոմ ռեժիմը միանգամից եղել է, Այդ տեսարանները եղել է, բայց եթեր չի գնաց։ շատ է։ Օնա դու զրույցի սկզբում նշեցիր, որ սա ադապտացիա է եւ սցենարը նաեւ ուսուցողական բնույթ ունի իր մեջ։ Դրա համար կուզեմ շեշտենք այս մասին զրույցում եւ նաեւ ասենք թե ադապտացիան որտեղից է գալիս, բաց եւ ակնհայտ։ Բա ադապտացիան գալիս է հենց Մաժորինա Միլիա, այդպեսի ֆիլմ կա, հայերեն ինչպես կասեիր օրինակ Լիլիթ դու։ Մաժորինա Միլիա, չէ, իրացի, չէ, ես չէ իրացի, դրա համար ռուսերեն ասացի։ Մաժորինա Միլիա։ Միլի։ Google-ը կգտնեք։ Դա Միլի, ռուսերեն ոնց կասեիք։ Հղպացածները 0-ի վրա։ Այո, Եկեք թարգմանենք։ այո։ Եկեք ուղղակի չթարգմանենք։ Ուսուցողական մասով հենց ինքը արդեն միտքը ուսուցողական է, երբ որ հայրը պատրաստում է վերադարձիրակել իր երեխաներին, որպեսզի կյանք սովորացնի, թե կյանքում ինչքան դժվար բաներ կան, որոնք ձեզ համար ոչ ոք չի անելու։ Հրաշալի։ Եվ կարևորը որ այստեղ կա նաև ուսուցողական բնույթ, որը կարծում եմ շատ կարևոր է, որովհետև վստահ եմ որ սիթքոմերը նաև նայում են շատ երիտասարդ մարդիկ, ովքեր դեռ ձևավորում են որպես այդպեսին, հա, մտածող մարդ, ու վստահ եմ որ այդ կունենա նաև իր ազդեցությունը։ Շատ կարևոր է որ կա ուսուցողական ենթակետ այստեղ եւ Այո, կարծում եմ լավ եք 4-ից լսում եմ։ Կարելի է ոնց որ դու ես եկել։ օգտագործել եւ եւս մեկ անգամ շնորհավորել Լիլիթի ծննդյան Միանշանակ։ օրը։ Լիլիթ ջան, շնորհավորում։ Լիլիթ շնորհավոր ծնունդ։ Ճիշտ է, մի շաբաթ հետո է գնալու սա եթե։ Այո, շնորհավորում Մի ենք։ շաբաթ արդեն անցել է քո Դու արդեն Լիլիթ շնորհավոր ծնունդի շատ բավականին մեծ աղջիկ չափես ես։ դու կարող ես մեծ այդ կոնյակ խմել, որտեղ մենք քեզ համար խոզորի հյութ ենք առանձնացրել, բայց արի ու տես ինչ հաճելի անակնկալ։ Շնորհավոր։ Շնորհավոր Լիլ։ Սեդան չի խմում Լիլիթի կենացը։ Ես ոնց հասկանում եմ, մենակ ես եմ խմում։ Լավ, հերոստատիտողին ինչ անակնկալներ են սպասվում, ովքեր արդեն նայել են Հովաշենի առաջին սերիաները։ Հասկացա Սեդան ինչի չէր խմում։ Սեդան արդեն խմած եկել է։ Ինչ է սպասվում հերոստատիտողին, ովքեր նայել են առաջին մասերը, միացել են պատմությանը արդեն, ինչ զարգացումներ կունենանք առանց սփոյլելու, ուղղակի մոտավորապես որպեսզի պատկերացում կա։ Գնում է արդեն սիթքոմը, կարծեմ 7-րդ, ու չգիտենք երբ է գնում թվեր չասենք, բայց սերիալը սերիա առ սերիա ավելի զարգանում է եւ ավելի հետաքրքիր է դառնում։ Հաստատ հանդիսատեսը կարծում եմ Մենք ավելի սովորում ենք, հետո դրության մեջ ենք մտնում ու դրանից քաղում ենք այն ամենը ու հասկանում եմ ես, օրինակ Գաբին, իմ կերպարը, որ իր համար ամեն ինչ էս կյանքում արել են, այսինքն նույնիսկ աղբը, որ իր ձեռքում է, ինքը չի թափել, վերցրել, տարել, թափել են, ինքը հասկանում է, որ կյանքը իրականում այդպես չի։ Ու այդ ամենը սովորելով քիչ-քիչ ինքը դառնում է նորմալ մարդ։ Այդ փոփոխությունները մեր բոլորի կերպարների կտեսնեն քիչ-քիչ։ Հրաշալի։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկաք ներս, շատ շնորհակալ եմ, որ բերեցիք այս շատ դրական էներգիան ներս։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շատ դիտումներ, շատ կոմենտներ, լիքը մեսեջներ եւ շատ սեզոններ։ Մի հատ մեր խաղընկերներին էլ էլի ողջունենք, շնորհակալ։ Էվա Խաչատրյան, Ալբերտ Սաֆարյան, Կարո Հովանիսյան, մենք ձեզ շատ սիրում ենք։ Բոնի։ Բոնին որ մեկն էր։ Վահե Բեգլարյան, հիմա Վահե Բեգլարյան։ Հիմա Բոնի են ասում։ Բոլորին բարևներ, պաչիկներ, ապրեք, որ մեր բոլորի գործը հեշտացրեցիք։ Վահանին Թովմասյան, Վահանին Գևորգին Ենոքյան, մի խոսքով մեր ամբողջ թիմին, ովքեր շատ լավ, արագ ու դժվարությունների միջով աշխատել են։ Գայուշին։ Հրաշալի, այո, շնորհակալություն ամբողջ թիմին, ձեր ամբողջ ստեղծագործական թիմին, ձեզ հաջողություն եմ մաղթում միանգամից, շատ շնորհակալ եմ, որ եկաք ներս, այսքան լավ դրական էներգիաներ բերեցիք մեր տաղավար։ Կհանդիպենք արդեն երկրորդ եթերաշրջանը քննարկելիս։ Ինչ կասեք։ Հրաշալի, մենք ենք շնորհակալ հրավերի համար։ Լավ մնացեք։ Ես եմ շնորհակալ, բայց մենք այսքանով չենք ավարտում ներսարի գիշերային շոուն Սելի հեռուստադիտող, մնացեք մեզ հետ, որովհետև ես դեռ հյուրեր ունեմ։ Դաթարից հետո։ Ամեն բացվող առավոտ քեզ երկեմ կրկին Ամեն ինչ նորի երեկո նորից սովորվեն լույսերը ու պարվեմ քո տարապած ու կանոտ գրկին Քեզ նվիրելով ողջ իմ սերը Ամեն բացվող առավոտ քեզ երկեմ կրկին Ամեն ինչ
Իջնող երեգով նորից թող վարվեն լույսերա ու պարվեն քո տարապած ու կարով գրգին ես նվիրելով ողջ իմ սերը բայց դու չես գալիս միայն քո մասին եմ լալիս քեզ եմ կարոտել արի մոտս սիրելիս սիրելիս քեզ կանչում եմ տես ու անընդհատ սպասում երեկո նստած քո ճամփին եմ ես նայում երեկո նստած քո ճամփին եմ ես նայում Մենք վերադարձանք եւ հիմա ժամանակն է հասկանալու թե այդ որն է գողություն հայկական ձևով։ Իհարկե հասկանալի է որ չենք խոսում մանր հայելի լուսարձակ ու տրանսպորտի մեջ գրպանահատության մասին, այլ լուրջ էկրանային գողության մասին է խոսքը։ Այնպես որ ներս եկեք մեղավորներ, բեմադրող ռեժիսոր Դավիթ Գրիգորյան, դերասաններ Արթուր Հարությունյան եւ Ջեյդի Գիլ։ Համեցեք։ Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, նախ շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ ձեզ մաղթում ենք, լեփ-լեցուն կինոդահլիճներ ու հաջողություն մաղթում ֆիլմին։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Ներսես ջան, որ ժամանակ գտաք եւ պատիվ համարեցիք մեզ հյուրընկալել ձեր այս չերմ տաղավարում։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք, միշտ կրկաբաց։ Գանք ամենասկզբից Դավիթ, ինչն էր գլխավոր մոտիվացիան այս պատմությունը ֆիլմ դարձնելու։ Ոնց սկսվեց ամեն ինչ։ Ուրեմն ամեն ինչ սկսվեց մտքից։ Մտահղացման հեղինակը Իմիջայլոց Արտյոմ Նավաղարշյան, իմ լավ ընկերը, Արտյոմը Միացյալ Նահանգներում էր, զանգեց ինձ, պատմեց այդ միտքը, ես այդ գիշեր չքնեցի, որտեվ չէի կարողանում պատկերացնել այդ ինչի արդյունքում ածնվել այդ միտքը, որտեվ ինքը հենց մեր ֆիլմի մեխն է ու իմիջայլոց ասեմ թրեյլերի մեջ այդ մեխը բացակայում է մենք ամեն ինչ արել ենք որ մեր հանդիսատեսը այդ հետաքրքրությունը ամեն ինչով վայելի այսինքն թրեյլերի մեջ նախապես սփոյլ չենք արել էլի միտքը դարձավ սցենար որի վրա աշխատել ենք 2 տարի 2 տարուց ավել սցենարի հեղինակներն ենք ուրեմն Նարեկը Մարգարյան, Արտյոմ Վաղարշյանը եւ ես 2 տարի աշխատանքից հետո ստացանք այն ինչ հիմա ունենք ու իմ համար ամենակարևորը ֆիլմում սցենարն է եթե դու նկարես աշխարհի ամենալավ տեխնիկայով ամենալավ ֆիլմ ամենալավ դերասաններով ինչ որ ֆիլմ որի սցենարը հետաքրքիր չի պատմությունը միևնույնն է այդ ֆիլմը չի աշխատի Իսկ քանի որ մենք ունեինք հզոր սցենար, մեր ֆիլմի նկարահանումներն էլ ոչ մի կերպ չպետք է զիջեին մեր ֆիլմի սցենարին։ Ընտիր, բայց ստորեն երկար նախապատրաստվել եք այս ամեն ինչին, շատ երկար ստեղծագործական ճանապարհ եք անցել։ Իմիջայլոց ասեմ նկարահանումների նախապատրաստումը շատ երկար է տևել, մենք կառուցել ենք մի 21 տաղավար ենք կառուցել ֆիլմի համար։ Վաու որոնցից մեկի չափերը այնքան մեծ են, որ ԱՊՀ երկրների տարածքում ամենամեծ տաղավարը մոտավորապես 3400 քառակուսի մետր է, իսկ մերը 7000 քառակուսի մետրանոց տաղավար են կառուցել հենց ֆիլմի այն հատվածի համար, որը որ թրեյլերի մեջ չկա։ Ցույց չենք տալու։ Տանտիր։ Արթուր, դու գլխավոր դերերից մեկն ես խաղում, պատմիր, որն էր ամենադժվարը այս նախագծում քո համար։ Ոյ, ամենադժվարը։ Նախ ֆիլմը ինքը մոտ 50 նկարահանման օր է ունեցել, որից 37-8 հատը ես եղել եմ, հա։ Գիտեք ոնց օր եղել է 22 ժամ աշխատել ենք։ Վաու։ Ու շատ տարբեր տեղեր լոքեյշններում ունեցել ենք, որ դեպ
կասկածորներ են եղել, բայց շատ քիչ են մասնակցել։ Հիմնական շեշտը մենք ինչը որ կարացել ենք, մենք մեր ուժերով, ֆիզիկական ուժով արել ենք։ Եթե ասենք տեղ կա որ պարանով բարձրանում ենք վերև, դա ռեալ բարձրանում ենք մենք ենթադրենք։ Դժվարը նախ հաճելի դժվար էր։ Մենք գիտակցված այդ ծանրության տակ մտել էինք, որովհետև այդ դժվարից մենք հաճույք էինք ստանում։ Մենք ամեն տեսանը նկարելուց 10 անգամ նայում էինք, մենք էլ էինք հասկանում ինչ բանի մեջ է, դրայվի մեջ էինք։ Այդ 22 ժամ աշխատելուց հետո մենք զգում ենք, որ հələ էլի էներգիա կա մեջներս, որովհետև լավ բան ենք անում։ Ու դժվար Իմիջայլոց ամենադժվար տեսարանները հենց Արտուրը, Ջեյդին ու Արսենը Լևոնյան իրանք են այդ տեսարաններում։ Պատկերացրեք տեսարան ունենք, որ գիշերվա 3-ին լճակի մեջ պետքա լոդկա քշենք, հակառակ քամին գալիս է 2 հոգի մեջ, 3 հոգի մեջ, ես պետքա թիավարեմ գիշերվա 3-ին, քամուն հակառակ։ Խոսքով ու այդ ամեն ինչը որ նայում ենք հիմա, այնքան բաղձալի ենք ասում, որ հիմալիներ ավելի մեծ ջանք կդնենք, որովհետև արդյունքը տեսանք, մենք ունեցանք 3 ամիսվա ընթացքում մի հատ հրաշալի պրոդուկտ էլ էսենց ասում։ Շատ երկար չարչարանքներից հետո։ Ու մի բան էլ ասեմ, շատ են ինձ հարցնում, վերնագիրը, հա, գողություն հայկական ձևով, ինքը բնավել չի ռոպագանդում գողությունը։ Ինքը գողություն ասվածը 3-4 պլան է մեր ֆիլմի մեջ։ Ավելի առաջին պլան կա ընկերասիրություն, կա սեր մեկը մեկի հանդեպ, աշխատանքի նվիրվածություն, այսինքն վերնագիրը թող չբանչանի։ Հա, այնց չէ, ֆիլմը գողության մասին չի։ Ֆիլմը ազատության մասին է։ Ֆիլմը նրա մասին է, որ ագահ մարդու վերջը միշտ վատ է լինում։ Եվ այլն, sense մեսեջներ կան ֆիլմում դրված, որոնք վերնագիրը չի արտացոլում այն ամեն ինչը, ինչը որ ֆիլմում կա։ Ուղղակի կան մարդիկ, որոնք վերնագիրը նայում են, մտածում են, որ չէ, գողության մասին ֆիլմ է ինչ-որ, բայց ֆիլմը նենց ֆիլմ է, որ հանգիստ կարող են ընտանիքով մարդիկ դիտել։ Ֆիլմում չկա բռնություն, ֆիլմում չկա արյուն, ֆիլմում չկա սպանություն։ Ընտանեկան ֆիլմ է, ընտանեկան դիտման համար։ Ես առաջարկում եմ չարաշահել մեր հեռուստադիտողի համբերությունը, ովքեր դեռ չեն տեսել ֆիլմի թրեյլերը, դիտենք թրեյլերը, որտեղ չկա սփոյլ, չեք տեսնելու շատ գայթակղիչ բաներ եւ շարունակենք զրույցը։ Գնաց Բոլորս վտանգի մեջ ենք։ Երեք Հայաստանը ժամանել ռավի բատնագարը։ Մի խոսքով այսպեսի զարգացում ոչ ոք չէր կանխատեսում։ Ravi Bhatnagar, my pleasure. Pleasure's all mine։ 1961 թվականին սովետական Հայաստանի ղեկավարությունը գաղտնի թունել է փորել Երևանի տակ։ Ուղիղ տակնել, սկսում ենք ծակել, զանգի մերոց։ देखते हैं तुम क्या कर सकते हो। Դիտեցինք թրեյլերը, որտեղ շատ գաղտնիքներ բնականաբար բացահայտված չեն, գաղտնիքները բացահայտելու համար պետք է գնալ կինոթատրոն եւ դիտել գողություն հայկական ձևով ֆիլմը, բայց գանք Ջեյդին, Ջեյդի, դու գիտեմ, որ արդեն 15 տարի ապրում ես Հայաստանում, կինոաշխարհում ես որպես կինոպրոդյուսեր, դերասան, ոնց ստացվեց քո ճանապարհը այս ֆիլմի հետ, ոնց հայտնվեցիր այս action-ի մեջ։ Առաջարկում որ զանգեցին, բան ես հանդիպել եմ Դավիթին ու Արտյոմին, որ բացեցին այդ թեման, որ պետք է կինո նկարենք ու ամեն ինչ ասում են տենց այդ ձևի մարդն է պետք մեզ։ Առաջին ձեի հարցնում, որ այդ ձևի մարդն է պետք։ Ես ասեցի, ես ալպինիստ եմ, ես սարեր բարձրացել եմ Հայաստանում ու համ բանը նորավանք շատ տեղեր գնացել եմ։ Ասի իսկական դու ես պետք մեզ։ Ու դրանից հետո սկսեց թեման տենց։ Գնացի, այս առաջի փորձն է, որ կինոյի մեջ եմ նկարել, բայց այդքան հետաքրքիր է,
չի պատկերացնում։ Ով ես համ այս գործի մեջ եմ, նկարում ենք կինո բան, տենց բան։ Ես որ կողքից նայում եմ Հայաստանում առաջի անգամ, այս առաջին կինոն է, որ այդ ձևա նկարվել։ Ուժեղ որակ են ասեմ։ Ու գողություն հայկական ձևով ես ամեն ինչի մեջ մտել եմ Հայաստանում, ինչ կասես կարել եմ, բայց որ վերջում իմ ընկերները իմացել են, որ սա հայերն են իմ ընկերները, վերջում որ իմացանք, որ կինո ենք նկարի, որ անունը գողություն հայկական ձևով է, դու այդտեղ Էդ եմ մտածել, ասում եմ էդ եմ մնացեք ես, բայց շատ հետաքրքիր է, շատ ուժեղ, ասենք որ այդքան դժվար օրեր եկել է, գիտենք, բայց շատ հաճելի է, շատ հաճելի դերասաններին, բայց այդ մասը մի քիչ ավելի կոնկրետ ասեմ, ուրեմն անհավանական բան էր դա իմ համար, որ գտնել դերասան, որը ազգությամբ լինի հնդիկ, խոսա հայերեն ու մեր մոտ սցենարով պետքա այդ հնդիկը լիներ ալպինիստ։ Էնել ալպինիստ, հա, մի հատ էլ ալպինիստ լինի։ Խոսացինք ամեն ինչ լրիվ օքեյ է, JD-ի հետ խոսացինք, մի թեթև փորձ արեցինք եւ այլն, ասեցի ուրիշ ինչով է զբաղվում, ասեց ալպինիստ եմ։ Այդտենց զուգադիպություն, չգիտեմ, էլ կարա կյանքում լինի թե չէ։ Այդ ֆանտաստիկ է։ Ջեյրոք շատ շնորհակալություն մեր JD-ին։ Իդեպ մեր սցենարային տեքստերը մենք համալում ենք երկաթյա, շեղում պետքա չունենայինք։ Այսինքն ոչ ավել բառ նախադասության մեջ, ոչ պակաս բառ։ Այսպես շատ հազվադեպ կարող է, չգիտեմ, ինչ մի բառ լիներ, որ չէր համապատասխանում, քննարկում են սցենարիստները, նոր թույլատրում են, փոխենք թե չփոխենք։ Այսինքն ամբողջ 50 նկարման օրը սցենարները մենք անգիր մեկին մեկ ասել ենք, ոչ այսքան ոչ ենք։ Իմիջիալոց ասեմ, Ինչքան դժվար է ներողություն Դավիթ ջան։ Հիմիկվա մեր դերասանները պատրաստի անգիր առաջ չեն գալիս, ճիշտ է, տեղում ու այդ տեսաններ ուներ JD-ին, որ բավական է մի 6-7 նախադասություն իրար հետևից պետքա մի տողով ասեր ու մալադես տղան լավ էլ տասիբով տագից դուս եկա։ Տեքստերը սովորած։ Իմիջիալոց ասեմ ինչի համար է տենց, որովհետև ընդհանրապես մեր ֆիլմում շատ բաներ կան, որ առաջի անգամ արվել Հայաստանում, բայց ֆիլմը մենք նկարել ենք full storyboard-ով, այսինքն մենք ֆիլմը մոնտաժած վերջնական տարբերակով, երկու ձայնով կարդացած երաժշտությունով մենք ունեցել ենք մինչև նկարահանումները։ Վաու։ Որը հենց հոլիվուդյան ստանդարտների մեջ է մտնում ու մենք նկարել ենք ֆիլմը այդ տրամաբանությամբ։ Ֆիլմում առկա է 2100 կադր, որը շատ action ֆիլմի համար իդեալական ստանդարտ է ու հնարավոր չի 50 օրում նկարել այդքան կադր, եթե դու չունես նախապատրաստած storyboard։ Գծված storyboard, հա։ Ու էլի շատ բաներ կան, որոնք առաջի անգամ են, նաև ասեմ, որ մենք հիմա աշխատում ենք գողություն հայկական ձևով երկրորդի սցենարի վրա, քանի որ մեր հանդիսատեսի կողմից շատ է սիրվել ֆիլմը, ես շատ ուրախ եմ ու իմ համար ամենամեծ գնահատականը դա է, որ ինձ վիդեոներ են ուղարկում, երբ մարդիկ կինոթատրոնում ֆիլմից հետո կանգնում ծափահարում են, այդ ամենամեծ գնահատականն է մեր համար։ Իսկ երկրորդը որոշել ենք լինի էլ ավելի մասշտաբային ու մի փոքր ավելի հումորային, չնայած հումոր կա մեր այս ֆիլմում, բայց մի քիչ ավելի կարող է հումորային լինի։ Այ ես դրա մասն եմ ուզում հարցնել, որ ֆիլմում կան մարտական տեսարաններ, հետապնդումներ, կատակերգություն, այ այս ամեն ինչի հավասարակշռությունը ո՞նց եք պահել։ Դրա համար էլ սցենարի վրա 2 տարի աշխատել ենք։ Իմիջիալոց ասեմ, սցենարի վրա աշխատելը նաև կինո հոգեբան, որ շատ կարևոր պոզիցիա է ֆիլմի համար։ Ունեցել ենք acting coach, ով աշխատել է դերասանների հետ նախորոք։ Սցենարի դիալոգների վրա ենք առանձին աշխատել։ Օրինակ մենք ունենք սցենարիստներ, ովքեր մենակ դիալոգի վրա են աշխատել։ Որտեղ պետք է եղել հումոր ավելացնել, որտեղ պետք է եղել ինչ-որ բան փոփոխել, ինչ-որ խորը միտք դնել։ Դրա վրա ենք աշխատում, մենք համարյա 1 ամիս փորձեր ենք արել։ Այսինքն ես այդպես բան չեմ տեսել Երևանում, որ ֆիլմի նախքան նկարահանումները։ Հա, նախքան նկարահանումները 1-2 օրվա մասին չի խոսքը։ 1 ամիս համարյա գնանք փորձի։ Վերացական պատկերացնում ենք մեր այդ location-ը ինչա, բայց փորձերը ռեալ անում ենք մասնագետի հետ։ Իհարկե ռեժիսորն էլ վերջնական նայում է։ Իմիջիալոց դերասանները պարապել են, օրինակ Անի Լուպեն կոնկրետ պարապմունքներ էր գնում
kickboxing-ի, որտեղ ինքը մեր մոտ kickboxing-ի աշխարհի չեմպիոնա ֆիլմ։ Հա, ես էլ եմ սպորտզալ գնացել, պարապել ոնց են գնենք, ոնց այդ մարտական տեսանների ժամանակ, այսինքն ամեն ինչ մոտեցել ենք պրոֆեսիոնալ ձևի, այսպես էլի, որ ոչ մի բաց չունենանք, ոչ մի կիքս չունենանք։ Գերմասշտաբային աշխատանք է տարվել, կարող ենք ասել։ Ջեյդ, Հնդկաստանից մինչև Երևան ինչ նմանություններ ու տարբերություններ շատ կան։ Կթվես 15 տարի արդեն այստեղ լինելով։ Ես ստեղից առաջ եկել եմ Վրաստան։ Ահա։ Վրացերեն խոսում եմ։ Դե լավ էլի, Ջեյդ։ Հա, ռուսերեն, վրացերեն, հայերեն խոսում եմ։ Ես ասում որ շատ չեմ ապրել Հնդկաստանում։ Շատ շուտ եմ եկել, դրանից առաջ եկել եմ բանը Արաբ Էմիրեթ, դեկել եմ ապրել։ Հնդկաստանում շատ քիչ եմ ապրել, բայց ասենք տարբերություն շատ մեծ է։ Պրոստը այնտեղ շատ մարդ կա, ասենք մենք միլիարդներով ենք։ Շատ ենք, ասենք։ Ու դե շատ բաներ կա, ասենք որ Հայաստանում որ եկել եմ ես, չգիտեմ, ասենք Վրաստան եկել եմ, մտածի այնտեղ եմ ապրելու։ Բայց երբ որ եկել եմ Հայաստան, եկել եմ մի քանի ամսա համար։ Հա։ Ու դրանից հետո մինչև այսօր ստեղել եմ։ Ու ես ասենք որ հիմա որ երազում եմ, չունեմ տենց երազ, որ ես այնտեղ եմ երազում եմ Հայաստանում։ Վա։ Ոչ մի բան ասենք որ բան չի մնացել մեջ։ Հաստատ որոշել ես մնալու ես ու ապրես Հայաստանում արդեն։ Միանշան։ Միշտ։ Հրաշալի։ Ինձ թվում է այս ֆիլմը որ դիտեն, շատ քո հայրենակիցները կուզենան գան Հայաստան, տեղափոխվել Հայաստան, որովհետև մենք ֆիլմը հենց տենց ենք նկարել, որ ֆիլմում ցույց ենք տվել մեր երկիրը լրիվ ուրիշ տեսանկյունից։ Այսինքն արտասահմանում նայող մարդը ասելու է ինչ լավ երկիր է, այսինքն մենք ցույց ենք տվել ամենալավ բաները մեր երկրի։ Ֆիլմը նայողները կհաստատեն, էլի դա։ Նույնիսկ գծանշումները փողոցի նորից ենք արել, որպեսզի լավ երևա։ Ամեն դետալին ուշադրություն ենք դարձրել, որ մեր երկիրը դուրսը ավելի ներկայացուցչական լինի։ Մարդիկ միշտ նայում են, ես մի քիչ նեղում եմ, երբ որ նայում են հայկական ֆիլմեր, որտեղ որ ցույց ենք տալիս, միշտ ցույց ենք տալիս ինչ որ չգիտեմ, կոնդիկ հանդաս տները, բան, ինչ որ սենց, որոնք հասկանում եմ կարող է սցենարով այդպես է պահանջվել, բայց լավն էլ է պետք ցույց տալ։ Միանշանակ։ Ինձ հետաքրքիր օրինակ նաև որ նա եղել է ամենայն տպավորված ու ամենահիշարժան կադրը, հա, տեսարանը, որ նկարել եք, այդ 50 օրերի ընթացքում, այս շատ երկար տարիների աշխատանքի արդյունքում, այն ամենահիշվող տեսարանն ու պահը, Դավիթ։ Այդ հիշվողը մի քիչ եթերային չի, հա, դժվարանա։ Դուք ասեք էլի, ձեր համար ո՞րն է հիշվող։ Շատ կան, բայց մեկ-մեկը ասեք որ կներես, մեկ-մեկ մենք տես այդքան է հոգնածալում, որ ասենք որ ուժը չկա է որ են, բայց էլի անում է մեկ-մեկ տենց է որ մտքրե ասում է ինչքան Լավ, ես մի հատը կպատմեմ։ Ուրեմն մենք ֆիլմում ունենք բանտի տեսարան, իմիջիալոց այդ բանտը 0-ից կառուցել ենք 3 հարկանի բանտ, մեծ, որտեղ որ պետք էր որ հենց տենց բանտ լիներ, դրա համար են կառուցել։ Ուրեմն առաջի հենց նկարանման օրը, առաջի կադրը նկարելուց առաջ մենք ունենք 130 կալանավոր բանտապահներ, մի 10 քանի հոգի սպասում են, այնտեղ առանձին հատված ունենք, որտեղ բոլորը սպասում են, ասի ներս չգաք, հեսա ես ձեզ առանձին կբաշխեմ խցերում։ 40 վայրկյան չտևեց, մտա ներս դուրս եկա, մարդ չկա ընդհանրապես, քրտինքը sense տվելով ես, ասում ես կատարվես, նոր ստեղ էին այս 140 հոգին, մենք էլ նկարահանումը կատարում ենք այդ Սևանի ճանապարհի վրա է տաղավարը սարքած։ Ուրեմն պարզվում է որ այդտեղ ավարիա է եղել վերևը ու բոլորը վազում են դեպի այդ կողմ։ Հիմա դուք պատկերացրեք այդ մարդկանց վիճակը, ովքեր բանը խցանման մեջ կանգնած են ու նայում են որ 140 հոգի կալանավոր է վազում։ Բանը բանտապահներն էլ հետներով ու բոլորը հանել են սենց հեռախոսներով նկարում են, չեն հասկանում ինչա կատարվում։ Այդ տեսարանը լրիվ բախեցել են մարդիկ դու նույնիսկ տեսնելով։ Դե հա բոլորի ապակիները փագեր։ Շատ լավ, եւ վերջում կխնդրեմ, որպեսզի դուք երեքը տել ասեք հանդիսատեսին մարդկանց, ովքեր դեռ չեն դիտել, հա, գողություն հայկական ձևով ֆիլմը,
Ձեր միտքը եւ հրավիրեք նրանց կինոթատրոն։ Փորձեմ առաջինը ես ասեմ, հարգելի հեռուստադիտողներ, հանդիսատես, չգիտեմ, այս ֆիլմը Հայաստանի կինո արտադրության մեջ ինչ-որ մի նոր շունչ էր։ Շատ բաներ կտեսնենք ֆիլմը, որ Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում, թե սցենարով, թե մի քիչ մասնագետներն ավելի շատ կհասկանան տեխնիկապես, թե ոնց ենք ստացել այդ ամեն ինչը։ Եվ հետո մի շատ կարևոր բան, մեր ֆիլմը 2 ժամ 6 րոպե է տևում մոտավոր, մի շնչով նայվում է ներսես, քեզ թվում է թե 15 րոպե անցավ։ Այսպես այս դրայվը կա, որ հետո ինչ ալ, բայց այս ռեակցիաները շատ ես տեսնում ֆիլմի մեջ։ Նույնիսկ ես որ նայել եմ, նկարվել եմ, ես հիմա որ ֆիլմը նայում եմ, տեսարանքա սենց եմ լինում։ Խի սենց եղավ էլ, մի խոսքով ինքը մի այլ տիպի Ես չեմ ասում էր հայկական ֆիլմերը մեկը մեկին նման են, չէ, Կավլիցի կա, բայց սա ինչ-որ էլի գլոբալ առանձնանում է մեր մինչև այս նկարած ֆիլմերի մեջ։ Սա որպես ես 25-26 տարի մշակույթի մեջ իմ կարծիքը սուբյեկտիվ սա է։ Հրաշալի։ JD։ Okay, այդքան լավ է մեր կինոն։ Չեմ պատկի, ասենք որ սցենարը այդքան ուժեղ է, որ ինքը չի թողում որ դու գնացել ես կինո նայելու, ինքը վարկյանել չի թողում, որ դու ուրիշ միտք ունենաս, ուրիշ բան մտածես։ Ու ես հայկական կինոն են նայում եմ, ու միշտ հետաքրքրվել եմ, որ ոնց ենք նկարում, ինչ ալնում, բայց այս առաջի կինոն է Հայաստանում, որ այդքան հետաքրքիր, ասենք որ սցենարի մեջ այդքան տարբերություն, ասենք որ մարդ մտածի հիմա կինոյի մեջ ինչ է կատարվելու։ Այս ուր հասանք, ուր մտանք, ուր ընգե։ Կամաց արդեն սպոյլ է։ Պատմում է։ Այս ֆիլմը թարգմանվելու է մի քանի լեզվով, տարբեր երկրներ, Հնդկաստան, Ռուսաստան, Ամերիկա, չգիտեմ, մասշտաբները շարունակում են։ Ինքը մենակ Հայաստանով չի սահմանափակվելու, երկար ժամանակ ինձ թվում է համացանցում չի լինի, հա, նույնիսկ վճարովի կանալներում էլ չի լինի։ Զուտ շրջագայությունն ավարտի։ Նա կարծեմ 5-6 երկիր պետքա գնա։ Նախնական 3 երկիր թարգմանվելու է, մոտ մի 6-7 ձայնով թարգմանվելու է, ստիպաժները նկատի ունեմ էլի։ 23 ձայն է թարգմանվում, ամեն մի բան ուզում եմ ամբողջական թիվով։ Մի բան ուզում եմ ավելացնել, որ մեր կինոից գողություն հայկական ձևով The Armenian Job այս կինոից մենք սկսելու ենք international շուկայի մեջ մտնել։ Ու լրիվ ասենք որ Hollywood standard չկա տենց բան որ մարդ ասի այս կինոյի մեջ մի բան ինչ էր։ Ինչ որ նիտո կա կամ ինչ որ բան պակաս կա։ Չկա տենց բան։ Հեռնում եմ ջեյդ որ հայերեն սլենգով եք խոսում։ Հայերեն սլենգով, ռուսերեն բառերով։ Շնորհակալ եմ ձեզ որ եկաք ներս, շնորհակալ եմ որ պատմեցիք այս մանրամասները, ձեզ մի անգամ էլ հաջողություն եմ մաղթում լեփլեցուն դալիչներով։ Հեռուստատողներ ուզում եմ հիշեցնել, որ Գողություն հայկական ձևով ֆիլմը կա բոլոր կինոթատրոններում։ Գնացեք վայելեք ֆիլմը մեծ էկրանին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ներսում էիք ու ձեզ ու ձեր ողջ թիմին նորից ու նորից հաջողություն եմ մաղթում ու ասում շնորհավոր նորից։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես իրեներ այս բոլոր պրեմիերաները ուզում եմ ասել, որ պատահական չեն մեր մշակույթն ու կինոն առաջ են գնում եւ նման երեկոները միշտ արժե նշել ոչ միայն արվեստով, այլ նաեւ կոնյակով։ Նաեւ շնորհակալություն Armenia Wine-ին, որ միշտ մեր կողքին է ապավելով հայկական հողի բույրը, մեր երեկոյի փայլը եւ մեր բաժակի լիքը ժպիտները։ Մենք խմում ենք նոր ֆիլմերի եւ նոր սիթքոմների հաջողության համար ու թող ոչ մեկից ոչ մի հայելի չգողանան։ Կհանդիպենք։ Բարի գիշեր։